քանի կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատել Հայաստանի ասֆալտ փռել սիրող իշխանությունը։ 2018-ից 2024 թվականներին հիմնանորոգվել, կառուցվել, վերակառուցվել, նորոգվել են շուրջ 2421 կիլոմետր ճանապարհներ, նշեմ նաև, որ 740 կիլոմետրից ավել սուբվենցիոն ծրագրերով են ճանապարհներ նաև ասֆալտապատվել։ Այսպես են ասֆալտապատել։ Նորավան լծեն։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել Նորավան լծեն Տաթև ճանապարհից։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել է հեշթեգով, հպարտացել էր, թե ավարտված է ճանապարհի կառուցումը։ Քարաթափում է եւ ամբողջ ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը, Նիկոլ Փաշինյանի սուտը եւ այս ճանապարհի իրական վիճակը։ Չէ, ժողովուրդ ջան։ Փաշինյանի կաբինետը չունի վիճակագրություն, թե Հայաստանում դեռ քանի կիլոմետր ճանապարհ պետք է համապատասխանեցվի Եվրամիության չափորոշիչներին։ Չունենք, բայց դա չի նշանակում, որ պետք է ունենանք։ Անկեղծ ասած, այդպիսի հաշվարկների շատ խիստ անհրաժեշտությունը ի հայտ չի եկել, որպես այդպիսին։ Հայաստանի իշխանությունը չունի նաև թշնամուն հանձնված ճանապարհների վիճակագրությունը։ Վարչապետը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-ից 70%-ը ունի ադրբեջանական պատկանելություն։ Եվ դուք այսօր կարող եք այս լսումներից հետո անվտանգ երթևեկել միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածով։ Ես կերթևեկեմ այն ճանապարհով, որ M2 միջպետական ճանապարհն է, որը գնում է Տաթևով եւ գնում է մինչեւ Ագարակ։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք հնարավորն արել են Հայաստանի ճանապարհների անվտանգության համար։ Անցած տարի նախորդի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով։ Եթե 2023 թվականի յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով արձանագրվել է 13 զոհ, ապա 2024 թվականի այդ ցուցանիշը կազմել է 11 զոհ կամ 2-ով պակաս։ Արդյունքը գուցե ավելի լավը լիներ, եթե իրավապահները խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով չաշխատեին։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն են նկատել, օրենքի առաջ բոլորը չէ, որ հավասար են։ Վերջին շրջանում նաև կան տեղեկություններ բարձրաստիճան ոստիկանության, բարձրաստիճան ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների կողմից կատարված եւ արդեն իսկ արձանագրված խախտումների բեկանման հետ կապված։ Մի արտոնյալ էլ ընդդիմադիրների խոսքով անձամբ վարչապետի հովանու տակ է։ Հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի ավտոշարասյան որևէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել։ Ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Այսօրվա օրակարգի հետ կապված չենք, խնդրեմ գրավոր դիմեք։ Ոստիկանապետը միայն գրավոր է պատրաստ պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք քննություն կսկսվի Փաշինյանի կեղծ վարորդական իրավունքի մասին սկանդալային հայտարարության հիմքով։ Հայտնի լրագրող էի։ Նա հայտարարել էր, թե ինքը վարորդական վկայականի համար քննություն չի հանձնել։ Իրեն նվիրել են 300 մետր հեռավորությունից։ Իմ բանը տվին, ասին գնաց տեղից շուտ։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։